Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն ՊՕԱԿ-ը ներկայացնում են։ Քո արվեստը դպրոցում։ Մեր այսօրվա հանդիպումը տեղի ունեցավ մայրաքաղաք Երևանում։ Օրվա հյուրը դաշնակահարուհի, մանկավարժ Մարինե Մարգարյանն է։ Մարինե Մարգարյան, դաշնակահարուհի, մանկավարժ։ Ծնվել է 1978 թվականին Երևանում։ 1984-ից 1996 թվականներին սովորել է Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցում։ 1996-ից 2000 թվականներին ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում։ 2002 թվականին ավարտել է նույն կոնսերվատորիայի ասպիրանտուրան։ Որպես մենակատար հանդես է եկել համերգներով Հայաստանում, Հունաստանում, Իրանում, Ֆրանսիայում, Եգիպտոսում, Վրաստանում, Շվեյցարիայում և այլուր։ Մասնակցել է միջազգային մի շարք հեղինակավոր մրցույթների և փառատոների, նվաճելով մրցանակային տեղեր և արժանանալով դափնեկի կոչման։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս է։ Դասավանդում է նաև Երևանի Չայկովսկու և Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցներում։ 1996 թվականից Հայաստանի փոքրիկ երգիչներ մանկական ֆիլհարմոնիայի կոնցերտմայստերն է։ Հեղինակել է մի շարք երգեր, ստեղծագործություններ մանկական երգչախմբի համար, որոնցով մասնակցել է տարբեր կոմպոզիտորական մրցույթների Հայաստանում և արտերկրում։ Մարինե Մարգարյանի «Աշխարհին խաղաղություն» երգը Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախմբի կատարմամբ հնչել է աշխարհի բազմաթիվ երկրների ամենաականավոր բեմերում, ինչպես Կահիրեի օպերային դահլիճը, Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեղակայման դահլիճը և այլն։ Բարև ձեզ։ Երեխեք ջան, կանգնած սպասում էի, որ ձեզ պիտի բարևեմ, երևի զարմանում էիք ինչի եմ այդքան լայն ժպտում, եթե նկատել եք, շատ անհամբերությամբ իսկապես ու շատ սիրով եմ սպասել։ Ես ձեզ հետ հանդիպմանը, ես փողոցում էլ, որ տեսնում եմ մեր հայ մանուկներին, ինձ մոտ զգացողություն կա, որ բոլորն իմն են։ Իսկապես շատ սիրում եմ և շատ ուզում եմ, որ ձեզ մոտ ամեն ինչ լավ լինի այս կյանքում։ Հիմա մեր թեման հենց դա է, հա, ինչ ենք մենք, ուր ենք գնում այս կյանքում, ինչ ենք ուզում դառնալ։ Չգիտեմ դուք մտածել եք այդ մասին, թե չէ, բնականաբար ձեր ինչ դառնալ, հա, սա է խնդիրը, որ մասնագիտությունն ընտրել։ Ես կներկայացնեմ իհարկե իմը շատ հաճույքով մասնագիտություն, որը շատ սիրում եմ, բայց նաև ուզում եմ խոսել այն մասին, դաշնամուրային արվեստի, ընդհանրապես արվեստի մասին, որ նույնիսկ եթե չես ընտրում երաժշտությունը որպես մասնագիտություն, իմ խորը համոզմամբ այն շատ հարկավոր է, որ ունենաք դուք ձեր կյանքում, առօրյայում, որպես զբաղմունքի ձև, որպես գիտելիք, ինչի՞ չէ հմտություն, ինչ որ մի երաժշտական գործիքի տիրապետելու։ Դա միայն օգնելու է ձեզ հարստացնելու, այսինքն այս դեպքում, որ ես պատրաստվում եմ ներկայացնել իմ արվեստը, ես կարծում եմ, որ այն որպես ոչ մասնագիտություն ևս անհրաժեշտ է յուրաքանչյուր մարդուն, որովհետև մեր կյանքը առանց երաժշտության չի անցնում։ Եվ երաժշտությունը, դուք իհարկե հասկանում եք, որ ես դասական երաժշտությամբ եմ զբաղվում և դրա կրողն եմ, դրա մասին եմ ըստ երևույթին խոսելու, բայց երաժշտությունը միայն դասականը չի, և այն դուք լսում եք առավոտից երեկո կամ ինքնակամ, կամ պարտադրողաբար, օրինակ հնչում է դա, ասենք, տրանսպորտում, հնչում է փողոցում, ինչ-որ միտեղ, այն կարող է ձեզ դուր գալ, կարող է դուր չգալ,
Պարտադրողաբար բառը երևի նաև հուշեց, որ երբեմն այն կարող է բոլորովին դուրս չգալ, չէ՞։ Իսկ ինչպես որոշել, ինչպես է, չէ՞, որ ճաշակին ընկեր չկա, ասում են, բայց որն է մեզ դուր գալիս եւ որը ոչ։ Դրա համար դու պիտի ծանոթ լինես, դու պիտի կրթվես, հա, դու պիտի քեզ պետք է ցույց տան որն է լավը, որակովը։ Նույն էստրադային փոփ երաժշտության մեջ էլ, ռոք երաժշտության մեջ, ջազի մեջ կա որակովը, կա բարձրակարգը եւ կա այն, որ գուցեև չարժեր լսել, չարժեր հնչեցնել։ Երաժշտությամբ զբաղվելը դա մարդուն ինձ թվում է մոտեցնում է գեղեցիկին։ Երաժշտությունը մեզ օգնում է մեր զգացմունքները արտահայտել, որովհետև հաճախ բառերով չես կարողանում այդքանը պատմել, ինչի եմ ասում, այդ սերը, որ իմ մեջ կա բոլորիդ հանդեպ, անկեղծորեն ես ուզում եմ այդ մասին ձեզ հայտնել։ Ու երբ որ ես ձեզ չեմ տեսնում իմ առօրյայում, ես նստում, նվագում եմ ու նվագում եմ մի գեղեցիկ բան ու այդ ամբողջ սերը դրա մեջ է։ Ու դա ինձ շատ օգնում է։ Ես դա անում էի, երբ փոքր էի դեռ, երբ տխրում էի, չգիտեի ինչպես է տխրությունն արտահայտել։ Երաժշտությունը մի համամարտկային լեզու է, հույզերի, զգացումների լեզու, մտքերն էլ մեջ է, ամբողջը միասին շաղախված, որը որ քեզ օգնում է քո միջի լավը գտնել, հղկել։ Օրինակ մենք բացատրեմ ոնց, հասկանում եմ, որ երաժշտությամբ չզբաղվող մարդը դա չի հասկանա։ Օրինակ մենք կառուցում ենք երաժշտական ֆրազներ, նախադասություններ, որոնք ջանում ենք այնպես անել, որ շատ նման լինեն մեր այդ ներքին բնական հույզերին, ասենք ոնց ենք խոսում, սենց մեկ էլ ասենք ոգևորվեն, հասնեն ինչ-որ բանի, գագաթնակետի օրինակի համար, հետո գուցե այսպես կանգնեն, նայեք, մի քիչ թատերական եմ խոսում, բայց դե թատերական արվեստ է, չէ։ Այսինքն այս ամբողջը ուրախանալ, հետո սառել մնալ, ինչ հույզ ասես կա երաժշտության մեջ, ու չեք հավատա դասական երաժշտության մեջ 1000 անգամ ավել, քան այն մյուս երգերի մեջ, որտեղ բառեր կան գրված, թվում է թե ասենք ես սիրում եմ քեզ, շատ եմ կարոտել, թվում է թե հույզերը այդ երգի մեջ են, հա, որտեղ կան սիրո մասին խոսքեր, բայց իմ պատմած ստեղծագործություններում, որտեղ դու կարող ես տվյալ երաժշտական մտքի մեջ դնել սեփական հույզերը ու ինքդ դնես, ու ինչքան ուզես դնես, շատ դնես, մեկ էլ կարող է դասատուտ ասի, բայց շատ էր, էլի, նոր ես սկսել պատմությունդ պատմել, ինչ ես գոռում, որ ասենք բարկացած ես, սպասի, հենց մի կամաց բարկացի, այսպիսի հետաքրքիր բաներ ենք մենք անում, այ ինձ քիչ առաջ մի աղջիկ հարցրեց, ասեց 3 բառով բնութագրեք ձեր գործիքը, մտածեցի մի պահ ու գտա, ասեցի սև սպիտակ բազմերանգություն, սև սպիտակ, որը որ չարն ու բարին է, ասենք, լույսը մութը, հա, մի քիչ պարզունակ է հնչում, բայց այնքան բազմերանգ մեր դաշնամուրը եւ մեր արվեստը, որը որ սա է։ Ուրեմն կան շատ խորը եւ հիմնովին արված ուսումնասիրություններ այն մասին, որ երաժշտությամբ եւ նամանավանդ դաշնամուր նվագող երեխաները զբաղվող ունեն շատ ավելի զարգացած ուղեղ, քան մյուս մարդիկ։ Երեխեք, եկեք խոստովանենք, որ դա բավականին մեր գնահատականը բարձրացնող պնդում է։ Ասենք ես ինձ լավ եմ զգում, որ մտածում եմ իմ ուղեղը ավելի է զարգացած, չէ՞։ Հիմա մի քիչ անհամեստ հնչեց, բայց դա բոլոր երաժիշտների մասին է եւ բոլոր նրանց, ովքեր երբևէ փորձել են այս 10 մատներով, որոնք բոլորովին ստեղծված չեն, ձեզ ասեմ, որպես գաղտնիք, բոլորովին ստեղծված չեն հավասար հարթության վրա, ինչ որ նմանատիպ գործողություններ անելու, ուրեմն անել տարբեր բաներ։ Երկու ձեռքով, ամեն մի ձեռքը տարբեր, ամեն մի մատը տարբեր։ Ձեզ դա կթվա շատ հեշտ, բայց ինչու ստեղծված չեն, շատ անհավասար են, իրենք կյանքի համար են մեզ շատ օգտակար։ Ասենք բութը կոնկրետ նվագելուց մեզ բավականին խանգարում է։ Ժամանակին մարդիկ դեռ հին ժամանակներում իդեպ դաշնամուրի վրա բութը չէին օգտագործում։ Ոնց որ օրինակ դուք տեսել եք, չէ՞ ուրիշ գործիքներ, ջութակը բութով բռնում են, մատները սխմում, բութը բռնելու համար է։
թավջութակը նույնը, փողային գործիքները, ուրեմն այսպես ասենք, հոբոյը, կլարնետը բութերով բռնում են, մնացած մատներով սեղմում այդ փականները, որովհետև սիրելիներս բութը բռնելու համար ստեղծված մատ է։ Հա? Ինչ ենք անում մենք, տանջվում ենք մի քիչ, սովորեցնում ենք այդ բութին, մյուսներին հավասար, նույն հարթության վրա շարժվել եւ լինել ճարպիկ։ Եվ ամենակարևորը ինչի է այդտեղ ուղեղը զարգանում։ Որովհետև եթե դուք փորձեք առաջին քայլերը, որ անում եմ ես իմ փոքրիկ աշակերտների հետ, մի ձեռքով սովորում ենք, նվագում ենք, մյուսն էլ միացնում ենք, հիմա ասում ենք սա հանի, նրանով շարունակի նվագել։ Այնքան մեծ է լինում բոլորի զարմանքը, երբ որ աջ ձեռքը բարձրացնում է, տեսնում է ձախները բարձրացավ, ինքը իր վրա շատ զարմանում է, թե ախր բայց ես դա չէի ուզում։ Ուղեղը եւ մատները այդ կապերը դեռ չունեն այնքան ամրացած, որ այդ շարժումները անեն այդքան արագ եւ կարողանան հասկանալ։ Ու այսպես մենք վիզուալացնելով, հա, տեսողականորեն փորձում ենք պատկերել, անհատականացնում ենք ուղեղին ու ասում ենք հիմա նա ասում է երրորդ մատ նվագիր, հա, մենք համարակալել ենք մատները, որ հասկանանք որը որն է։ Հետո բայց ձախում էլ է երրորդը նվագում մեկ էլ։ Ասում ենք ձախ ջան, քեզ չէինք ասում։ Ու ասում եմ տանը, որ մենք ձեզ ասում ենք պարապեք։ Դա հնչում է շատ ձանձրալի, ես շատ համաձայն եմ։ Գնա պարապի։ Իսկ ուրիշ լեզվով ես ասում եմ կգնաս տուն, մատներիդ հետ կխոսաս, կդաստիարակես, որ քո լեզուն հասկանան, երբ ես դու աջ ձեռքի երրորդ մատի հետ խոսում, երբ ձախի։ Դու պատկերացրու, որ մի հրամանատար է քո գլխում նստած եւ ասում է ձախի երկրորդ, աջ քո հետ չէի։ Ու այսպես, երբ որ դու գործին, որով որ զբաղվում ես, վերաբերվում ես այսպես, խաղի պես, դա դառնում է արդեն ոչ թե գործ, այլ խաղ։ Հիմա մեր գործը, այդ որ ասում են պարապես, նույնն է։ Ինչ է կարևոր, որ դու կարողանաս դրան մոտենալ, իդեպ մենակ դաշնամուր կամ ինչ-որ գործիք նվագելիս չէ։ Ինչ գործ, որ դուք պետք է անեք, ինչ-որ մի դաս, մի բան, գտեք դրա մեջ հաճույքը, լուրջ ձեզ դա խորհուրդ եմ տալիս։ Այսինքն գտեք, թե որ պահը կարող է քեզ դուր գա։ Ոչ ոք չի ուզում, որ դուք տանջվեք։ Ասեմ ձեզ, իդեպ աշխատասիրություն բառը, այն օրը մտածում էի, դրա մասին է։ Պիտի լինես աշխատասեր, այսինքն ինչ լինես, աշխատանքը սիրես։ Ու ձեզ ասեմ, ինչպես են մարդիկ դառնում լավ մասնագետ հիմնականում։ Իրենք բախտի բերմամբ, թե պատահմամբ, թե ինչ-որ մի մեծ նվեր է իրենց տրված լինում Աստծո կողմից, հանկարծ սկսում են սիրել են գործը, որով զբաղվում են։ Որովհետև որ չսիրեցիր, նույնիսկ եթե այնքան կամքի ուժ ունենաս, որ ժամեր նստես այդ գործի վրա ու փորձես անել, միևնույն է այդքան չես հաջողի։ Իմ մասին, երեխեք, չգիտեմ, ինձ թվում է ինքս իմ մասին պատմելը առանձնապես էս իմ բոլոր շոշափած թեմաների կողքին այդքան էլ գուցե հետաքրքիր չի, բայց ասեմ, ինչպես եմ դարձել դաշնակահար։ Նախ ծնվել եմ դաշնակահարուհու ընտանիքում։ Մայրիկս դաշնակահար է, այ ինքը առաջինն էր իրենց տանը։ Այ դա չգիտեմ ինչպես է լինում, երևի մտածում են պապիկը, տատիկը երկուսն էլ մանկավարժ, երկուսն էլ նկարիչ, համ նկարում էին, նկարչականն էին ավարտել, համ էլ տատիկս շատ լավ ռուսերենի ուսուցչուհի էր, մեծ միջոցառումներ էր անում, օպերաներ էր բեմադրում, հասարակ հանրակրթական դպրոցի ռուսերենի ուսուցչուհի։ Ինչու է մշակույթի արկայությունը կյանքում կարևոր։ Կարող է չնվագես էլ գործիք, բայց առնչվես արվեստի մեծ կոթողների հետ, որպեսզի են ասենք օպերաները, արվեստի գործերը, նկարները, պատկերասրահ, ասենք գնաս թատրոն եւ եթե դու զբաղվես այսօր երաժշտությամբ կամ արվեստի ինչ-որ մի ճյուղով եւ վաղը դառնաս, ասենք, ինչպես իմ տատիկն էր ռուսերենի ուսուցչուհի կամ ինչ-որ մի բանի ուսուցիչ, հա, եւ դու հաստատ քո երեխաներին այնքան ավելի բան կունենաս սովորեցնելու քո աշակերտներին, որ իրենք էլ մի օր մի կարևոր կետի հասնելով իրենց կյանքում կպարզվի, որ դրանով պարտական են նաև քեզ եւ քո իրենց տված այդ մշակութային հարստությանը։
Եվ ուրեմն այսպիսի մարդկանց ընտանիքում այո մայրիկս դաշնակահարուհի մեծացավ եւ ասեմ ձեզ, որ երբ դու ինքդ երաժիշտ ես, շատ դժվար է քո երեխային երաժշտությանը չտալ, այդ արդեն ես իմ օրինակով եմ ասում։ Ես 4 զավակների մայրիկ եմ, 4-ն էլ երաժշտական դպրոց են գնում։ Մի շատ ինձ համար կարևոր թեմա էլ փորձեմ իմ մասին պատմելով ասել, ասում ենք ինչը որ լավ է ձեզ մոտ ստացվում արեք, կամ մի բան էլ ախր երեխեք մեկ-մեկ ստացվում է, որ շատ բաներ են լավ ստացվում։ Օրինակ պարզվեց, որ ես շատ լավ ձայն ունեմ եւ շատ երազում էի երգչուհի դառնալ։ Եվ ինձ հետո մասնագետներն ասեցին, որ կարող էի օպերային նույնիսկ աստղ լինել, բայց այնպես ստացվեց, որ գնացի երգչախմբի հաճախեցի, Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախմբում էի երգում, հիմա այդ երգչախմբի դաշնակահարուհին եմ։ Եվ այնտեղ ոնց որ ամբողջ իմ ծարավը հագեցրեցի երգելու, այդպես այդ թեման ինքն իրան փակվեց, այսինքն դու կարող ես մի բան շատ լավ անում ես, շատ լավ սիրում ես, բայց իհարկե կյանքն էլ իր ուղումներն է մտցնում այդ ամեն ինչում։ Հետո շատ, անչափ շատ կարդալ էի սիրում եւ արդյունքում հետո սկսեցի նաեւ գրել։ Հիմա ինձ շատ մարդիկ կան երբեմն, ինչ մեղքստակցնեմ, ասում են գիրք գրեք, խնդրում եմ։ Բայց ես դաշնամուրն եմ ընտրել։ Այսինքն ինչին է, որ սիրտդ ավելի է գնում, ոչ միայն ինչն ես կարողանում։ Ունեմ աշակերտ, պարում է արտակարգ, բալերոն է։ Բալետում իրեն մեծ հաջողություններ են սպասում, բայց նաև նվագում է շատ լավ դաշնամուր։ Ինքն էլ չի կարողam հասկանալ ինչ պիտի դառնա։ Բայց մի օր այդ ընտրությունը պիտի կայացնի ու այդ ընտրության պահին երևի պիտի նայես ինչ որ մի գործում ես քեզ շատ ավելի լավ զգում։ Սա է իմ այսքան ընթացքում արած հետևությունը կյանքիցս։ Եվ դե մանկավարժությունը չի էլ պատկերացնում, որ ես դա այդքան սիրելու եմ, անկեղծ, ասենք ձեզպես երեխա էի երիտասարդ հետո աղջիկ, որ չես պատկերացնում էլի, որ պիտի նստես մեկի կողքը ու ասես չէ, սոլ, ոչ, չորրորդով, ոչ, մի տեսակ անկեղծ խոստովանեմ, շատ գրավիչ չի։ Բայց երբ դասավանդում ես ու զգում ես, որ այդ ամեն ինչը փաստորեն մեր կյանքի մասին է ու այս տիպի խոսակցություններ շատ հետաքրքիր են դարձնում։ Ու ես սիրում եմ մարդկանց հետ շփվել ու սիրում եմ երեխաների անմեղությունը, սա էլ ուղղակի պատմում եմ, որ մանկավարժ որպես, եթե դուք հանկարծ ընտրեք ձեր ապագան, իմանաք, որ դա շատ հաճելի է, որովհետև կա թյուր կարծիք, որ դուք եք իրենց սովորեցնում, շատ վստահեցնում եմ ձեզ, ամեն աշակերտի ուսանողի հետ մենք էլ անընդհատ ինչ-որ բան ենք սովորում ու դա անչափ հաճելի է, շատ։ Այսպես, երևի այսքանը։ Հիմա ներկայացնեմ իմ աշակերտներին, շատ ունեմ, շատերը, մեկը հենց երեք մեկնեց միջազգային մրցույթի Լեննե Խաչիկյանով սովորում է Չայկովսկու երաժշտական դպրոցում, իսկ այստեղ ինձ մոտ հիմա երկու իմ լավ տարբեր սերնդի աշակերտներն են, Սայատնովայի անվան երաժշտական դպրոցի սաներ, ուրեմն ով առաջինը կնվագի, Հրաչյան ուշ եկավ դաշնամուրի, մեր բաներով, չափորոշիչներով, ուշ էր, 8 տարեկանում, արդեն ոնց որ 9-ում արդեն չէին ընդունի, այսպես էր, այդ ուշն էլ երբեք չկարծեք, թե ուշ է, Արամ Խաչատրյանի մասին պատմությունը հիշեք, ով 19 տարեկանում է սկսել զբաղվել երաժշտությամբ ընդհանրապես։ Ու էլ երբեք չմտածեք, որ ինչ-որ բանից ուշացել եք։ Հրաչյան ընդամենը 2 տարի է սովորել դաշնամուր նվագել եւ ունի արդեն հաջողություններ զարմացնող շատերին եւ ունի մրցանակներ միջազգային մրցույթներում, Բելգիայի մրցույթներ մեկը, Լեհաստանում, Հայաստանում տեղի ունեցող միջազգային մրցույթում մեծ մրցանակ ստացավ, առաջինը դա էր կարծեմ, Իսաակ Բիրկովիչ, 20-րդ դարում է ապրել, ուկրաինացի, անունից ենթադրում ենք, որ հրյա ուկրաինացի, կոմպոզիտոր, շատ հետաքրքիր մի գործ է, լսեք։
Եկեք մինչև Ժանետին ներկայացնելը մի հատ փոքր ընդմիջումային ձևով փոքրիկ մի հաճելի բան էլ ես ձեզ համար նվագեմ։ Ուզում եմ նվագեմ հայտնի մի բան, ինձ թվում է դուք դա լսել եք։ Այսպես աղմուկոտ զարմացնող բաներ չեմ անի հիմա։ Ուզում եմ տեսնեք, որ ձեզ հայտնի, ձեզ ծանոթ դասական ստեղծագործությունը հաճախ կփորձեմ էլի այդպես անել, այնքան մարդկային կարող է հնչել, այնքան հարազատ կարող է հնչել ու կարող է ձեզ հետ նույնիսկ բառերով խոսի, որ հասկանաք ինչի մասին էի խոսում, որ պարտադիր չի, որ բառերով էստրադային երգ լինի, որը որ ձեզ ինչ-որ մի պատմություն կհաղորդի։ Փոքրիկ եւ շատ ձեզ ծանոթ Շոպենի վալսի միջոցով տեսնեմ կկարողանամ հաղորդել թե ոչ։ Ինչու ընտրեցի այս գործը, որտեղ որ կրկնվում է անընդհատ կարծես նույն բանը եւ փորձեցի մի քիչ էլ չափն անցնելով, ինչու որ հենց հատուկ ոնց որ ցույց տալու համար փորձեցի ասել, որ նույն երաժշտական միտքը, եթե դուք կարողացաք նկատել, կարող է ինչքան տարբեր բաներ պատմել, տարբեր վիճակներ արտահայտել, հա? Ու սա շատ հետաքրքիր է։ Ժանետը մնաց մեզ մոտ։ Ժանետը նույն Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի շրջանավարտն է լինելու այս տարի, 7-րդ դասարանում է սովորում, 13 տարեկան։ Ժանետը ունի մրցույթում էլի միջազգային հաղթանակ, ես իրեն բերել եմ ձեզ պատմելու մի կարճ պատմություն, թե ինչպես ինքը, որ բոլորովին չէր դառնալու դաշնակահար, եւ նկարում էր արտակարգ լավ եւ անում քանդակներ եւ հաղթում էր մրցույթներում որպես նկարիչ եւ քանդակագործ, հանկարծ այնքան սիրեց, որ ուղղակի 1 տարվա ընթացքում հիմա դպրոցում կարծում եմ կարող եմ պնդել ամենալավ աշակերտներից մեկն է, որոշել է հետո գալ Չայկովսկու երաժշտական դպրոցելի ինձ մոտ շարունակելու ուսումը, հետո էլ նպատակ ունի կոնսերվատորիա ընդունվելու եւ դառնալու դաշնակահար, թեպետ բոլոր տանը որոշել էին, որ ճարտարապետ ես, հա, չէ՞։ Հա, ճարտարապետ է դառնալու։ Սերը միջից ապրում է, բոցավառվում է եւ բոցավառում է շրջապատին։ Ընկերուհուն էլ է համոզել, ընկերուհին էլ որ չէր դառնալու, հիմա դաշնակահար է ուզում դառնալ։ Սերն էսպիսի բան է։ Պիեր Սանկան ժամանակակից շատ հետաքրքիր տոկատ էլի, մեզ մոտ տոկատների օր է, համեցեք։
ինձ շատ հետաքրքրեց ձեր գործունեությունը եւ ես կցանկանայի ձեզ մի հատ հարց ուղղել։ Ինչ է պետք, որ մասնագիտության մեջ կամ ինչ-որ տվյալ գործում դառնալ հաջողակ մարդ։ Ինչպես արդեն ասեցի, նորից պիտի կրկնեմ, ինչ է պետք։ Շատ սիրել աշխատանքը նախ եւ աշխատել ու համառ լինել։ Եվ ես կցանկանայի ձեզ ուղղել իմ հարցը, ինձ շատ է հետաքրքրել, թե դուք ինչ-որ մեկի հարկադրանքով եք որոշել, որ պետք է դառնաք դաշնակահարուհի, թե ձեր ցանկությամբ։ Ուրեմն ես այնքան փոքր էի, որ դեռ ինձ չէին հարցնում, բայց դա հաստատ հարկադրանք էլ չէր, որովհետև ես չէի ընդդիմանում։ Ինձ տարան երաժշտական դպրոց եւ ընդհանրապես այդպես է պետք սկսել, որովհետեւ դու չես կարող, սա այն մասնագիտություն է, որ չես կարող հանկարծ 18 տարեկանում որոշել եւ դառնալ 16-ում։ Դա պիտի դու սկսես փոքրուց անել եւ ընթացքում տեսնես, ուզում ես լրջացնել, թե ուզում ես եզրափակել ընդամենը ու մնալ երաժշտության հետ ծանոթների կարգավիճակում։ Ուզում եմ հարցնեմ, ինչու որոշեցիք դառնալ դաշնակահարուհի։ Դաշնակահարուհի որոշեցի դառնալ, երբ արդեն վաղուց սովորում էի մասնագիտական դպրոցում եւ կարծես արդեն որոշված էր, որ պիտի դառնամ, բայց անշուշտ կարող էի եւ փոխել մտադրությունը, բայց որոշեցի դառնալ, երբ հավանեցի բեմում նվագելը, հավանեցի մարդկանց հետ բեմից խոսելու այդ իմ սիրելի զբաղմունքը, երբ առաջին անգամ միջազգային մրցույթում ինձ ժյուրիի նախագահը մոտեցավ եւ ասեց դուք ունեք արտասովոր բնական երաժշտականություն, թարգմանում եմ ուղղակի, էլի հայերենով չէր ասել, ու ես շատ սիրեցի, երբ դա գնահատում են լսողները, ուզեցի շարունակել։ Որն է ձեր ամենաջերմ հիշողությունը մանկությունից։ Մանկությանս ամենաջերմ հիշողությունը մայրիկիս պարապելն եմ հիշում գիշերներով, երբ ես պարկած էի ու ինքը նվագում էր ու ես իմ տեսանկյունից ներքևից էի տեսնում դաշնամուրի ստեղների իջներն ու բարձրանալը ու դա կախարդական էր։ Եթե հիմա պարտերում եմ նստած լինում համերգադահլիճում ու այդ դիտանկյունից նայում եմ ստեղներին, դա գրեթե հիպնոզի պես է ինձ վրա ազդում, որովհետև դա իմ մանկության ամենաջերմ օրորոցայիններն են, որոնց տակ ես քնել եմ։ Որն է ձեր ամենաջերմ հիշողությունը դպրոցական կյանքից։ Դպրոցական կյանքից ամենաջերմ հիշողությունս, որ մինչև հիմա ունեմ եւ բարեբախտաբար հիշողություն չի, դասընկերներս են։ Շատ լավ դասարան ենք։ Մենք իրար հանդիպում ենք, հիմա աշխարհով մեկ ծրված ենք, շատ հայտնի երաժիշտներ կան մեր դասարանից դուրս եկած եւ կան, որ երաժշտությամբ չշարունակեցին, ու դա ամենամեծ ջերմությունն է, որ մենք ունենք այսօր, մեկս մյուսին։ Եթե նորից հնարավորություն ունենայիք մասնագիտություն ընտրելու, ինչ կընտրեիք։ Առաջին մղումս ասել անպայման դաշնամուր, բայց այնքան ունեմ հետաքրքրություններ, որոնք իսկապես ինձ հետաքրքրում են։ Ես կուզեի ինձ այնտեղ փորձել, ինձ ուղղակի շատ հետաքրքիր է, ինչպիսին կլիներ իմ կյանքը, եթե ես լինեի երգչուհի, եթե լինեի կոմպոզիտոր, որովհետև հաճախում էի Էդվարդ Միրզոյանի մոտ կոմպոզիցիայի դասերի, եթե լինեի գրող, որովհետև շատ եմ սիրում գրել, տարբեր բաներ, շատ էի սիրում օֆիսային աշխատանք, ուղեղի հետ կապված, համակարգող, կազմակերպիչ, շատ ինձ պատկերացրել եմ այդ ոլորտներում, բայց չեմ եղել, կուզեի փորձել զուտ հետաքրքրությունից։ Եթե հնարավորություն ունենայիք ընտրելու մեկ օր ձեր անցյալից կամ ապագայից, որ օրը կընտրեիք։ Ապագա գնալ չեմ ուզում, կսպասեմ, թող ինքը գա, այդպես է սահմանված կարծես օրենքն է կյանքի, իսկ անցյալում շատ առաջին հերթին ինձ ջերմացնող հիշողությունը մեր երգչախմբով, որ Հայաստանի փոքրիկ երգիչները Տիգրան Հեքիքյանի, երբ ես դեռ այնտեղ երգում էի, ոչ թե իրենց դաշնակարն էի, մենք երբ ոսկի եւ մեծ մրցանակը շահեցինք մի հատ շատ մեծ եւ դժվար մրցույթում եւ 3 տարեկան էինք այն ժամանակ դեռ, ու այդ պահը երբ որ հայտարարեցին ու մենք գիտեինք, որ այնտեղ մեր հակառակորդները արդեն տասնամյակների երգչախմբեր են ու շատ մրցանակներ ունեին հաղթած, այդ զգացողությունը, երբ որ երրորդ տեղ ասեցին, երկրորդ հասցին
առաջինը կամ դու չես ու դու ոչինչ ես, կամ դու ես։ Այդ ուրախությանը չի հավասարվել կյանքումս դեռ որևէ մի բան։ Եթե հնարավորություն ունենայիք ճամփորդելու ժամանակի եւ տարածության մեջ, որ ժամանակը կընտրեիք եւ ուր կգնայիք։ Որ փոքր էի, երազում էի այն հին ժամանակաշրջանները գնալ, կառքերը ու այն գեղեցիկ հագուստները կանանց շատ էի սիրում։ Հետո հիմա հասկանում եմ, որ դրանք հաստատ հեչ հարմար չէին, բայց դրանց մեջ լինել ու թագավորական ինչ-որ պալատում, այդ դանդաղ տեմպերը, կյանքի հանգստությունը, բայց կարճ, մեկ օր, մեկ ժամ նույնիսկ, ուղղակի մի հատ զգալ վայելել դրա մեջ լինել, ինձ շատ հետաքրքիր է։ Եթե հանդիպեիք ինքներդ ձեզ մանուկ հասակում, ինչ խորհուրդ կտայիք ապագայի համար։ Փոքր Մարինեին կարող է խորհուրդ տալ մի քիչ ժամանակ կորցնել։ Հիմա էլի եմ խորհուրդ տալիս ինքս ինձ մեծ Մարինեին էլ ու անընդհատ ամեն օր երևի բոլորս մեզ պիտի հիշեցնենք, որ ժամանակը շատ թանկ բան է, օգտագործենք դրա բոլոր վայրկյանները